Որպես քաղաքացի ինչ եք կարծում, ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը և դուք ում եք ուզում, որ լինի Հայաստանի վարչապետ։ Ես աղջիկ չեմ, Հայաստանի վարչապետ բացի Փաշինյանից որն որ եղավ, բացի Փաշինյանից, որովհետև ինքը սաղեց մեր քաղաքը անդերության մատնեց, մեր ընդիշ քաղաքապետին անտեղի տեղը բռնեց տարավ փայեց, ինչ եմ էլ կմտածի, որ հանկարծ Գյումրին իրան տածիկ բացառված է, թող Գյումրու ցույցը կդրե։ Իսկ մնացած ուժերը ընդեղ կա Քոչարյանը, Սամվելը Կարապետյան, երկուսներ նորմալ տեխնատուներ են, որն էլ եղնի ինձ համար մեկ է, ուրախ եմ։ Իսկ ինչպիսի որակներ պետք է ունենա մեր ապագա հաջորդ վարչապետը։ Նախ աղջիկ ջան, իրանք մոտ իսկանում որ ես գիտեմ, իրանք լուրջ մարդիկ են, ներկայիս վարչապետի պես թեթև սոլիկ չէ։ Կարոջի ես մեր ներկայի վարչապետը անպայման պիտի հեռենա, որտեղ ինքը թուրիմացություն է։ Բարից թուրիմացություն է։ Միայն Փաշինյանին։ Որտեղ շատ բաներ է եղել։ Երաս գործերը տեսել եմ, իմացել եմ, ամեն ինչով մարդը շատ լավ է։ Որպես քաղաքացի ում եք տեսնում Հայաստանի հաջորդ վարչապետ և ում կուզեիք, որ լիներ Հայաստանի հաջորդ վարչապետ։ Ես կուզեի, որ անպատճառ լիներ Վարդան Ղուկասյանը, դուք կազմակերպության նախագահ, որովհետև ինքը ինձ թվում է կարողանա կարգի բերել այս ամեն ինչը, այս բացի թողի վիճակը։ Բացի Վարդան Ղուկասյանից այլ արժանի թեկնածու չեք տեսնում։ Ես չեմ գտնում ոչ մեկին արժանի, որովհետև ճաշակել ենք մենք իրանց նախ, Սամվելը Ռուսաստանի քաղաքացի է, ինքը իրավունք չունի ընտրվելու, իսկ մեր Քոչարյանը կամ Սերժը կամ մյուսները մենք ճաշակել ենք, մենք լավ ճաշակել ենք իրանց ամեն ինչը։ Դրա համար ես գտնում եմ, որ իրանցից ոչ մեկն էլ չգիտեմ, իմ կարծիքով պետք է չլինեն, միայն դուք։ Սամվել Կարապետյանի, միակ մարդը, որ կարող է տնտեսությունը, էկոնոմիկան զարգացնել, մարդկանց համար աշխատատեղեր բացել։ Ինքը իրան գործնեությամբ ապացուցել է, որ կարող է, ունակ է ամեն ինչ անելու։ Ինչպիսի որակներ պետք է ունենա Հայաստանի հաջորդ վարչապետը։ Պետական մտածողություն ունեցող, մտածի ժողովրդի մասին, ժողովրդի հոգսերով։ Աղջիկ ջան, անպայման սրածս բանն է, ես կսեսնեմ հին վարչապետին նորից անցնի վարչապետ։ Փաշինյանի մասին է խոսքը։ Փաշինյանին, այս տարիքից ես հնարավորություն ունեի օպերացիայի, վաղը օպերացիայի պիտի գնամ ու ձերի պիտի անեն։ Իսկ հների ժամանակ ես իմ իշկան բրի քանի տարի աշխատեի, որ կարողանայի անել այս օպերացիան։ Փաշինյանի օրոք փոխվել է ձեր կյանքի որակը, սկսել եք ավելի լավ ապրել։ Ավելի լավ ապրել։ Փաշինյանը, որովհետև Ռոբերտի նման չի գողանում, միայն պետության հոգսերի համար տանջվում է։ Ում ընդրեց տողոտի կեր, բացի ինքը խարդախության սովոր է, ծուտ խոսալու սովոր է, հեմել իրան թիկուն կայնած է ամբողջ աղի մուտքը, Թուրքիա, Ադրբեջան, ինքը ինչպես կայր։ Որ կարողանա մեր այս վիճակից Հայաստանը հանել,
Մեղք են մեր ժողովուրդը, շատ ծանր վիճակով կապել են, շատ պայմանները լավ չի։ Իսկ եք տեսնում վարչապետի հաջորդ վարչապետի պաշտոններին, որ Փաշինյան, Քոչարյան եք տեսնում։ Լարաժմս չեմ կարեմ որոշեմ, թե ով կլինի, չեմ կար ասեմ, որովհետև երկու ամիս կա։ Ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագա վարչապետը։ Ժողովրդական, ժողովրդի մասին մտածող լինի, հոգսը տանի ժողովրդի։ Մեր ժողովուրդը շատ ծանր վիճակով կապել, նամավանդ Գյումրիում շատ դժվար է։ Աշխատատեղ չկա, գործարան չկա, ահա որ վիճակ է։ Ձեր կարծիքով ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը, ում եք ուզում տեսնել Հայաստանի հաջորդ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանի։ Իրանից բացի ուրիշ ոչ մեկը չկա։ Որովհետև խաղաղություն է բերել, դպրոցները սարքում, մանկապարտեզները։ Դուք մտածում եք, որ մնացած թեկնածուները արժանի չեն։ Որովհետև արժանի չեն տեսնիմ գը իրանց կալվածքները ինք են հավաքել։ Ազգի թուրքերը, տեսնամիները։ Ինչ կալվածքներ են հավաքել, տեսնիմ գը բանակ է ժամանակ ինք է հիմի ինք է բանակը։ Եվ այդ ամեն ինչից եզրահանգել եք, որ Փաշինյանից բացի չկա ուրիշ արժան։ Փաշինյանից բացի ոչ մեկը չկա։ Առողջապահությունն էր մարդը տերերի համար, թոշակներն ավելացրեց, այդ ինչ չեմ, ես դադարք բուջեով այդքան բանոր արել է, ուրեմն հերիք է։ Իգորից բացի ուրիշ ոչ ոք, Իգոր Փաշինյանից բացի, մնացած անարժան է, թալանտիները, թուրքերը, հայ ազգի թշնամիները,